կարի արտադրամասերի վերագործարկում հենց այն ժամանակ սկսվեց։ Ակտիվ վերագործումը։ Ըստ մի խնդիր կա աշխատատեղեր, այո, ստեղծվում է, բայց մարժան փոքր է։ Մարժան փոքր է, այդ տեսանկյունից շատ դեպքերում, եթե պրեմիում սեգմենտում չես աշխատում, ինքը դու սկսում ես զիջել ասիական այն երկրներին, որտեղ աշխատուժը ավելի էժան է։ Ուրեմն կամ պետք է իսկապես հարկային արտոնություն տալ, հնարավորություն տալ այդ փոքր մարժայով գործարանը պահել եւ համարել, որ դու սրանով նաեւ սոցիալական հարց ես լուծում տվյալ գյուղի համար, իսկ դա կարելի անել հարկային արտոնություններով։ Եվ սա այն դեպքը չի, որ քո հարկային արտոնությունը ինչ որ ծանր բեռ է դառնում բյուջեի համար, մեկը չի աշխատում։ Ընդհանրապես այդ խնդրը չկա, բայց երբ որ սկսում է աշխատել, դու հարկերը սկսում ես ստանալ եկամուտահարկի ձևով, նույն գույքահարկի ձևով, տարբեր այլ ճանապարհներով, մեկ այդ եկամուտները կոմպենսացնում են։ Եվ կրկնակ եռաք ավելի շատ բյուջեն գումարներ է ստանում։ Համբերություն պետք է ունենաս, ոչ թե այս պահին գնաս այդ կթես այդ կովը, այլ սպասես մի քիչ մեծանա։ Այդ բիզնեսը պետք է այն առողջությունը ունենա, որը թույլ է տալիս նորմալ նաև հարկային դաշտում հայտնվել։ Ուրեմն միջ այդ պետք է բիզնեսը այդ արտոնություն ունենա, այդ ճանապարհով մենք անցել ենք։ Բազմաթիվ ոլորտներ ոտի են կանգնել Հայաստանում հենց դրա շնորհիվ։ Եթե այն ժամանակ սոցցանցեր չկային, միգուցե կադրերը ասենց արխիվացնել եւ հիմա ցույց տալը դժվար է, բայց շփա չկար, որից մի գործարան չբացեի։ Օրինակ վերամշակող ոլորտում, գյուղատնտեսության արտադրանքի վերամշակման ոլորտում։